Տիկին Ներսիսյան, ինչպես մեկնաբանեք վերջին օրերին այս ձերբակալությունների հոսքը, ինչպես տեսանք իհարկե եւ գնալով ավելի սաստկանում է, արդեն խմբերով են ձերբակալում։ Իդեպ ես երեք եղա Սրբազանի եւ 17-ի դատավարությանը, իդեպ այնքան դաժան էր, հարկասո այնտեղ մի 2-3 ուրեմն իրենց ասելով ահաբեկիչների տվեցին տնային կալանք, որտեղ նրանք արդեն շատ ծայրահեղ վիճակում էին առողջական իմաստով, բայց ցավալիորեն մյուսներին, ովքեր որ դեռևս այսպես ասենք ոտքի վրա են, ուրեմն նրանց հարկ համարեցին պահել կալանավորված։ Ես ուղղակի ուզում եմ ասել շատ տպավորված եմ Բագրատ Սրբազանի ելույթից, գիտեք, բացառիկ ելույթ էր, ուղղակի ինձ թվում է, որ դատավորը նստած ինքը իրեն սարսափելի բան էր զգում, որտեղ ինքը հասկանում էր, որ ինքը շատ անարդար ուրեմն որոշում կայացրեց Սրբազանի նկատմամբ եւ այնտեղ ովքեր որ դեռևս մնացին կալանավորված, բայց ինչպես Բագրատ Սրբազանը ասեց, ես ձեզանից չեմ նեղանում, որտեղ հասկանում եմ, որ դուք հրաման եք կատարում, շատ ծանր էր այդ ամեն ինչը լսել, բայց բացառիկ մտահորիզոն ունի Սրբազանը, բացառիկ հետաքրքիր հայերենով էր ներկայացնում, շատ սահուն, շատ գեղեցիկ եւ ամեն ինչ էսպես ենտեղում էր։ Իհարկե, այս ամեն ինչը սարսափելի ցավալի է։ Ես ուզում եմ մի քանի խոսք նաև այսօրվա միջոցառման անդրադառնալ, ասել, որ շատ բարձր մակարդակով անցավ այսօրվա միջոցառումը, շնորհակալ եմ եւ հյուրերը, ովքեր որ եկել էին, ուրեմն 16 երկրներից հյուրեր կային, որոնք խոսում էին Եվրասիայի ուրեմն ինտեգրման մասին եւ նաեւ Հայաստանի ինտեգրացիայի մասին, որը իհարկե մեզ օդի եւ ջրի նման անհրաժեշտ է, բայց գիտեք, լսեցինք այնքան ցավալի այսպես իրավիճակ, որը արտահայտվեց նաև մեր հյուրերի կողմից, շատ ցավալի իրավիճակ է եւ այսօր մեր երկրի գլխին կախված է մի ահավոր ծանր վտանգ։ Եվ ես ուզում եմ այսպես ասել հետեւյալը, 18 թվականի մեր 3 միլիոն վարչապետների այսօր արժանացրեցին այդ խաղության անվանտակ անասնակերի, որը եկավ Ադրբեջանից։ Ես արդեն Ձորենը նկատի ունեք։ Այո, դա սարսափելի անորակ ինչ-որ բան է, եւ բոլորին չի բացառվում, որ այդ ձորենի մեջ կարող է նաեւ լինել շատ վտանգավոր նյութեր մեր ժողովրդի առողջության համար, որտեղ մենք տեսնում ենք, որ այսօրվա աշխարհում կարող են ստեղծել բիոլոգիական զենքեր, որոնք անչափես կարող են մարդկանց կյանքի վրա ազդել եւ նաեւ օրինակ ես ունեմ մտավախություն, որ անհասկանալի է այդ ինչ որ բերեցին այդպես ալուրի անվանտակ, դա իրենք արտահայտեցին, այն մասին ասեցին, որ դա անասնակեր է եւ մեր ժողովրդին արժանացրեցին անասնակերի ցավալիորեն, բացի դրանից, որ արժանացրեցին եւ մեկ անգամ եւս մեր արժանապատվությանը հարվածեցին, սա նաեւ մեծ վտանգ է սպառնում, որովհետեւ մենք չգիտենք, թե այդ անասնակերը որ բերել են, ինչպիսի վտանգներ կարող է պարունակել իր մեջ մեր ժողովրդի առողջության համար։ Շնորհակալ եմ։